Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Կաշառք ստանալու տալու խմբով պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին ու գործող պաշտոնատար անձինք են։ Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցներ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու համար, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ արդեն 53 պահեստազորայիններ են դանակահարվել։ Մարտի 26-ին խոզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում, հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակների ու չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք զինամթերք, 10 անձ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ ՄՊ-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով 2024-ի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատը ներկայացրել բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոն ընկերության կողմից տրված իր իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ, ինչը հերքվել է ինչպես բժշկական կլինիկայում եւ ախտորոշիչ լաբորատորիայում կատարված հետազոտություններով, այնպես էլ վարույթի շրջանակում նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններով։ Բացի այդ, զորակոչիկի մայրը բժշկական կենտրոնի բժիշկը եւ քաղաքացի ՀՄ-ն խոչընդոտներ վերացնելով տեղեկություններ տրամադրելով օժանդակել են ՄՊ-ին զորակոչից խաբեության ճանապարհով խուսափելու փորձ կատարելու։ Պարզվել են իրացնելու նպատակով մաքսանենգությամբ 20 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու եւ հետագայում դրանք Հայաստանում այլ անձանց իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի հանգամանքները, մասնավորապես նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ ԱՄ-ն եւ Վանաձորի բնակիչ ՀԴ-ն նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ փետրվարի 2-ին վերցրել են Հայաստան տեղափոխված թմրամիջոցների պարունակության պոլիէթիլենային փաթեթները, դրանք տեղադրել ավտոմեքենայի սրահում, տեղափոխել Արարատի մարզում գտնվող հյուրանոց ու թաքցրել, սակայն վերջիններս ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Մարտի 24-ին ձերբակալվել է Զովոնի գյուղի 40-ամյա մի տղամարդ, որը 2025 թվականից Ռուսաստանի իրավապանների կողմից հետախուզվում էր հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ դրան անդամակցելու մեղադրանքով։ Մարտի 26-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Opel եւ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի տանիքում։ Հրշեջ փրկարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել են տանիքի փայտե կառուցատարերը, խոհանոցը, միջանցքը գույքով եւ առաստաղի փայտե կառուցատարերը։ Մարտի 9-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեցին միանման 2 ահազանգ։ Ինվենկո Մակտիշի բեռնատարի վարորդը հայտնել էր, որ Արտաշատի խճողում կայանված մեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներով եւ կողացել դիզելային վառելիքի լիցքավորման կտրոններ ու գումար։ Վնասը կազմել է շուրջ 156,000 դրամ։ Մյուս դեպքում Volvo բեռնատարի վարորդը տեղեկացրել էր, որ նույն կերպ բացել են Արարատյան փողոցում մաքսային տերմինալի մոտ կայանված իր մեքենայի դուռը եւ գողացել գումար ու բջջային հեռախոս։ Վնասը գերազանցել է 500,000 դրամը։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնեցին Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 30 եւ 31 տարեկան 2 եղբայրներ։ Պարզվեց նաեւ, որ նրանք հանցանքի վայր են մեկնել պատվիրված տաքսիներով, առաջին դեպքում մարտի 9-ի կեսգիշերն անց, երկրորդում առավոտյան։ Մարտի 18-ին եղբայրները հայտնաբերվեցին, ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Նրանց բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ապակետարը, լցված մարիխուանայի նմանվող մոտ 150 գրամ զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։